մեջ եմ մտնում, որովհետև բուն էության հետ հաղորդակցվելու հնարավորություններ մենք բավարար չափով չենք ստեղծում։ Շատ լավ, քննարկում ենք հարց համար 23-ը Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջև դիմակայուն եւ ներառական ճանապարհային հատվածի բարելավման ծրագրի համար Ասիական զարգացման բանկի միջոցներից վարկի տրամադրման մասին համաձայնագիրը վավերացնելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին հարցը։ Զեկուցող տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Ղուդացյան։ Համեցեք, պարոն։ Շնորհակալություն, մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, ձեզ եմ ներկայացնում Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջև դիմակայուն եւ ներառական ճանապարհային հատվածի բարելավման ծրագրի համար Ասիական զարգացման բանկի միջոցներից վարկի տրամադրման մասին համաձայնագիրը վավերացնելու մասին կառավարության որոշման նախագիծը նախ ասեմ, որ մեզ համար առանցքային կարևորություն ունեցող հյուսիս-հարավ ճանապարհահատվածի Սիսիան-Քաջարան շուրջ 60 կիլոմետրանոց հատվածը մենք բաժանել ենք 3 ենթահատվածների՝ հյուսիսային ենթահատված, Բարգուշատի թունելի ենթահատված եւ հարավային ենթահատված։ Այս համաձայնագիրը վերաբերվում է հյուսիսային ենթահատվածին, որի ընդհանուր արժեքը 335 միլիոն եվրո է եւ որից 236-ը ուրեմն համաֆինանսավորելու է Ասիական զարգացման բանկի հետ հենց այս համաձայնագրի շրջանակներում մենք նախատեսում ենք այստեղ կառուցել 27.1 կիլոմետր երկարությամբ ճանապարհ, որտեղ կան մի քանի թունելներ եւ նաեւ բազմաթիվ կամուրջներ, ինքը ընդհանուր առմամբ 11 մետր լայնություն ունեցող ճանապարհահատված է 3 երթևեկելի գոտիներով եւ որի ավարտին մենք նախատեսում ենք այս հատվածում երթևեկությունը գոյություն ունեցող 50 կմ/ժ փոխարեն հասցնել մինչեւ 100 կմ/ժ, ինչը շուրջ 1.5-2 ժամ այս ճանապարհահատվածի տևողությունը կկրճատի։ Նախագիծը վերաբերում է հենց այս հատվածին, ավելացնեմ, որ ծրագիրը նախատեսված է ավարտել 2033 թվականի նոյեմբերին։ Այսքանը։ Շնորհակալ եմ, պարոն Ղուդացյան, հարգելի գործընկերներ, ես պիտի ասեմ, որ վերջին մեկ ամսվա ընթացքում ես եղել եմ Մեղրիում, ես եղել եմ Թալինում եւ պետք է ասեմ, որ ունեմ զգացողություն, թերևս առաջի անգամ, որ հյուսիս-հարավ նախագիծը շատ բավականին մեծ տեմպերով իրականացվում է, որովհետև հիմա գիտեք, որ Ագարակ-Քաջարան հատվածը շատ ակտիվ իրագործման մեջ է, ճիշտ է, շինհրապարակ չեմ այցելել, բայց հենց այդ է ամբողջ նրբությունը, որ առանց շինհրապարակ այցելելու ուղղակի երթևեկության ընթացքում եւ բոլոր երթևեկող քաղաքացիները կարող են տեսնել, որ բավականին լավ աշխատանքի տեմպ կա, նույնը վերաբերվում է նաև Աշտարակ-Թալին հատվածին, որը բավականին տեսանելի տեմպերով կառուցվում է եւ ես, պարոն Խաչատրյան, զգացողություն ունեմ, որ հյուսիս-հարավի հետ կապված մեր պլանները ոնց որ թե արդեն գոնե 70-80%-ով առարկայանում են եւ արդեն իսկ կարծես թե ունենք շանս լրջագույն եւ վերջնական իրագործման փուլ մտնելու։ Հիմա արդեն իմ տպավորությամբ այն ինչ որ իրականացվել է, այն ինչ որ արդեն իրականացվում է եւ այն ինչի պայմանավորվածությունները արդեն ոնց որ թե հնարավոր ամենահուսալի մակարդակով ձեռք են բերված, ոնց որ թե շատ քիչ հատվածներ են մնում, որպեսզի մենք իրականացնենք։ Կիսում եք իմ այս տպավորությունը, համեցեք։ Շնորհակալություն, մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, պարոն վարչապետ, մի քանի ամփոփ ձևակերպումներ օգտագործեմ, որ պատկերը պարզ լինի։ Մենք Քաջարանից հետո ունենք մի թունել, որի մրցույթը հայտարարել ենք արդեն մեկ շաբաթ առաջ։ Չէ։ Սա Քաջարան-Մեղրի թունելն է, որը սրանից մոտ 2 կիլոմետրով ավելի կարճ թունել է, բայց որի մրցույթի արդյունքները կամփոփենք, հույս ունեմ ամռան ընթացքում, պարոն Ղուդացյանի հետ առավոտյան ենք քննարկել, նույնիսկ այդպիսին է մեր առնվազն սպասումը, եւ եթե մենք այս մրցույթի արդյունքները ամփոփելով մինչեւ տարեվերջ կարողանանք կապալառու ներգրավենք, դա կնշանակի, որ Քաջարանից հետո ընկած եւ թունելը եւ ճանապարհահատվածը, որի մասին դուք արդեն նշեցիք, կամբողջանան իրենց համար նախատեսված այդ 7 տարվա մոտավորապես ժամկետում։ Հաջորդ կարևոր բանը նա է, որ ինչ այսօր պարոն Ղուդացյանը զեկուցեց,
այս հատվածում նույնպես շատ մեծ որոշակիություն ունենք։ Ունենք 3 միջազգային ֆինանսական կազմակերպություններ, որոնք համատեղ ֆինանսավորում են 2 ճանապարհահատվածները, Եվրոպական ներդրումային բանկը եւ Ասիական զարգացման բանկը արդեն իսկ հաստատել են հյուսիսային ճանապարհահատվածի 27 կիլոմետրանոց մասի ֆինանսավորման իրենց հանձնառությունը։ Ներողություն եմ խնդրում, Սիսիան Քաջարյանի մասին է խոսքը։ Այո, Սիսիան Քաջարյանը 3 հատված ունի, 2 ճանապարհահատվածներ են եւ իրենց մեջտեղում գտնվող Բալգուշատի 9 կիլոմետրանոց թունել է։ Հիմա հյուսիսային ճանապարհահատվածի ֆինանսավորումը սրանով մենք վերջնականացնում ենք, այսինքն ունենք 2 միջազգային ֆինանսական կազմակերպություն, գումարած կառավարության ֆինանսավորման մասը եւ այդտեղ ֆինանսական անորոշություն չի լինի։ Մրցույթները կհայտարարվեն, կապալառուները կընտրվեն, այդ ճանապարհահատվածները կիրականացվեն։ Հարավային հատվածը նույնպես արդեն վերակառուցման զարգացման Եվրոպական բանկը իր մասը հաստատել է, վավերացված է համաձայնագիրը, Եվրոպական ներդրումային բանկը համաձայնագիրը կառավարության հետ ստորագրել ազգային ժողովում վավերացման գործընթացում է գտնվում, եւ մենք սրանով կամբողջացնենք այդ 2 ճանապարհահատվածների կառուցման համար ֆինանսավորման աղբյուրները։ Շատ կարևոր է նաեւ, որ մենք ֆրանսիական կողմի հետ նույնպես ունենք առաջընթաց Բալգուշատի թունելի կառուցման մասով։ Այնտեղ կազմակերպությունները, որոնք որ պոտենցիալ մեր գործընկերներն են, արդեն առաջիկայում կժամանեն Հայաստան, նախարարության հետ տեխնիկական հարցերի շուրջ կաշխատենք, այնտեղ տեխնիկական հարցերը կարևոր են, որ բավարար պարզաբանումներ ունենան, եւ մենք ունենք հավաստիացում նաեւ գործընկերների կողմից, որ իրենք պատրաստակամ են շատ արագ աշխատել, այն աշխատանքը, որ այլապես կարող էր տևել 1 տարի, իրենց իսկ հավաստմամբ 6 ամսվա կամ 2 անգամ ավելի արագ իրականացնելու պատրաստակամություն ունեն, մենք էլ մեր կողմից մեծ ուշադրություն եւ ռեսուրսներ ենք հատկացնում, որ այդ քննարկումները ճիշտ ժամանակին ավարտվեն։ Եվ եթե մենք սա էլ ենք ամբողջացնում, արդեն Սիսիան Քաջարյան 3 հատվածների հետ կապված կառուցման բոլոր կազմակերպական հարցերը ընկնում են իրականացման փուլի մեջ։ Մենք կարող ենք ասել, որ 2026 թվականի ընթացքում Սիսիանից հարավ բոլոր հատվածները կամ շինարարական աշխատանքների ընթացքի մեջ կլինեն կամ մեկնարկած կլինեն։ Իսկ արդեն դուք նշեցիք եւ պարոն Խուդացյանը նշեց, որ նաեւ Երևանից դեպի Գյումրի բոլոր ընթացքի մեջ գտնվող աշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում եւ մենք 2026 թվականի սկզբին կունենանք նաեւ շահագործվող արդեն ամբողջապես շահագործման հանձնված, որովհետեւ այդտեղ կտոր ամբողջապես շահագործման հանձնված բոլոր հատվածները։ Մի շերտը հիմա էլ որոշակիորեն շահագործման Որտեւ ինձ թվում էր, թե մի շերտի մասին է խոսքը, ամբողջապես կլինի Երևան-Գյումրի։ Պարոն վարչապետ, ամեն ինչ անում ենք, որ ամբողջապես լինի, այս պահին աշտարակ Թալինի մասով ուրեմն 8 կիլոմետրանոց հատվածը ամբողջությամբ ավարտված է, 34 կիլոմետրանոց հատվածի վրա շինարարական աշխատանքներն իրականացում եւ դա պլանավորում ենք էլի այս տարվա տարեվերջին առնվազն շահագործման հանձնել ամբողջապես մնացած հատվածների մասով պարոն փոխվարչապետը ասեց, պիտի ասեմ, որ ագարակ, այսինքն Քաջարյան ագարակ հատվածում շինարարական աշխատանքները ակտիվ ընթանում են, այնտեղ մենք ունենք նաեւ թունելի փորման հետ կապված աշխատանքներ, որը 820 մետր երկարությամբ թունել է եւ այս նախագծի ամենախոշոր թունելներից չի, բայց փաստացի այս պահին մեկնարկած ամենախոշոր թունելի աշխատանքներն են փորման կեսից ավելին աշխատանքների Դա ճանապարհից արդեն երևում է այդ թունելի աշխատանքը, որովհետև դրա համար ինձ թվաց թե թունելի մասին է խոսքը։ Չէ, դա 820 մետր երկարությամբ թունելի մասին է, այնտեղ աշխատանքները բուն փորման աշխատանքների կեսից ավելին արդեն ավարտված է եւ տեմպը գործընկերները պահպանում են, այնտեղ նաեւ կամուրջների հետ կապված աշխատանքներ ունենք, որոնք էլի շարունակում են իրականացվել, իսկ ընդհանուր առմամբ ծավալները պատկերացնելու համար միայն կուզեմ երկու թվի մասին ասել, Սիսիան ագարակը ամբողջապես ավարտելուց հետո կունենա 21 կիլոմետր երկարությամբ թունելներ եւ 45 կամուրջ։ Այդպիսի ծավալի աշխատանք ենք իրականացնում այդ հատվածում, պարոն վարչապետ։ Լավ։ Պարոն Խաչատրյան, միջև, այսինքն ես ճիշտ դուք ինչ նկարագրում էիք, դա Սիսիան Քաջարյանի ամբողջական տարբերակն է, լոտ չեմ ուզում ասեմ, որովհետև հիմա լոտերը բաժանված են, բայց Սիսիան Քաջարյանի հատվածը 3 կտոր ենք բաժանել Սիսիան Քաջարյանը, նախկին մի լոտը
Եվ հիմա բայց ամբողջականի մասին նա խոսքը, այդ կտորի։ Սիսյանից մտնելու են Քաջարյան դուրս են գալու այս շինարարության փուլում։ Եվ շատ կարևոր է, որ իրենք հաջորդաբար են շահագործելի։ Այսինքն իրենք պետք է միաժամանակ արկա լինեն, որ ամբողջ շահագործվի։ Եվ Այսինքն ժամանակացույցը կառուցում են։ այնպես ենք անում, որ միաժամանակ շահագործման հանձնվեն, պարոն վարչապետ։ Եվ ըստ էության ստացվում է, որ Սիսյանից միջև Մեղրի անցակետ նոր կառուցված ճանապարհ Երևան-Գյումրիից էլ ես ավելի լավ, եթե տենց է, ավելի լավ ամբողջականը, այնտեղ մեզ կմնա ուրեմն ստացվում է կմնա մեզ Գյումրի Բավրայում մենք աշխատանք ունենք անելու եւ Արտաշատ Սիսյան հատվածում։ Ես կարծում եմ, որ մենք հիմա կենտրոնանանք այս կտորները երկու, այսինքն Սիսյան Քաջարանն էլ դնենք, այսպես ասած, հոսքագծի վրա ու արդեն կենտրոնանանք Արտաշատ Սիսյան հատվածի վրա, այնտեղ դե որոշելու հարց է, լավ լուրն է նա, որ երևի թե գոնե Սիսյան Մեղրիի հետ համեմատած ամենաբարդ կտորը չի, եւ հետեւաբար ամենաբարդ, չէ դե պարզ է բարդություններ կան, բայց հիմա այնտեղ քանի 45 կամուրջի հարց չի ծագում էլի այդտեղ, համեց Պարոն վարչապետ, ուղղակի ուզում տեղեկացնեմ, որ Արտաշատ Սիսյան ճանապարհը մի մասը անցնում է լրիվ նոր ճանապարհ եւ այդտեղ էլի թունելների եւ կամուրջների մեծ հարցեր կան։ Իհարկե նախագծումը դեռ չի արվել, դետալները հայտնի չեն, բայց այդտեղ էլ բարդ աշխատանքներ կան իրականացնել։ Շատ լավ, դե նկատի ունեմ բոլոր դեպքերում հիմա այս հատվածը, երբ որ արդեն հոսքագծի վրա դրվեց, արդեն պետքա զբաղվել մյուս հատվածի խնդիրներով, որ կարծում եմ շատ կարևոր է։ Ամենակարևոր իմ մոտ փոփոխությունն է նա, որ ես զգացողությունն է փոխվում, երբ որ տեսնում ես, որ այն ինչ որ նախ շինարարությունը երևում է, ասենք